Կան պատմություններ, որոնք դժվար է սկսել, ոչ թե որովհետև տեղեկությունն է քիչ, այլ որովհետև ցավն է շատ։ Դեկտեմբերի վերջին օրերին Հայաստանը կրկին կանգնեց մի ողբերգական պատմության առաջ, որը շատ արագ դարձավ հասարակական ցավի մի մաս։ Սկզբում անհայտ կորածի լուր, հետո օրեր շարունակվող որոնումներ և վերջապես լռություն, որ ավելի ծանր էր, քան ցանկացած բառ։ Այս տեսանյութում մենք խոսելու ենք մի երիտասարդ աղջկա, մի ընտանիքի մասին և մի հասարակության մասին, որը հաճախ ուշ է նկատում ցավը։ Դեկտեմբերի 26-ը շատերի համար սովորական ձմեռային օր էր, մարդիկ շտապում էին իրենց գործերով, զբաղված էին առօրյով, սպասում էին ամանորին։ Այդ օրը 26-ամյա Լիլիթ Երմալովյանը գտնվում էր Երևանում։ Երիտասարդ աղջիկ Արմավիրի մարզի Նոր Կեսարիա բնակավայրի բնակիչ, ոչ հանրային դեմք, ոչ մեդիային հայտնի անձ, պարզապես մարդ։ Կեսօրին նա դուրս է գալիս բժշկական կենտրոնից, այդպես սկսած նրա հետ կապը կորում է։ Սկզբում ոչ ոք չի ենթադրում վատը, որովհետև մենք բոլորս այդպես ենք մտածում։ Միգուցե ուշանում է, միգուցե հեռախոսը լիցքաթափվել է, միգուցե ճանապարհին է։ Բայց ժամերն անցնում են, և Լիլիթը չի վերադառնում։ Երբ մարդը չի գալիս տուն, ժամանակը սկսում է այլ կերպ հոսել։ Յուրաքանչյուր րոպեն դառնում է երկար, յուրաքանչյուր ժամը անհանգիստ։ Ընտանիքը սկսում է զանգարել, հարազատները հարցնել, ընկերները փնտրել։ Եվ երբ պարզ է դառնում, որ սա սովորական ուշացում չէ, սկսվում է ամենադժվար փուլը՝ անորոշությունը։ Ոչ մի տեղեկություն, ոչ մի հուշում, ոչ մի հաստատված տվյալ։ Այսպես սկսում են պաշտոնական որոնումները, դիմում է ներկայացում համապատասխան մարմիններին, ոստիկանությունը սկսում է աշխատանքները, ստուգվում են հնարավոր ուղղությունները քայլ առ քայլ, բայց օրերը անցնում են, և լուրը չի գալիս։ Որոնողական աշխատանքները հաճախ անտեսանելի են հասարակության համար։ Մենք տեսնում ենք միայն վերջնական արդյունքը, բայց ոչ ընթացքը։ Օրեր շարունակ մարդիկ աշխատում էին, ուսումնասիրելով տարածքները, հավաքելով հնարավոր տվյալներ, փորձելով հասկանալ, ինչ կարող էր պատահել։ Որոնումներին միանում են նաև փրկարարները, սա արդեն նշանակում է, որ իրավիճակը դիտարկվում է ավելի լայն շրջանակում։ Ընտանիքի համար սա ամենածանր փուլն էր, հույսը դեռ կար, բայց վախն էլ կողքին էր։ Երբ մարդը սպասում է լուրի, նա ապրում է երկու իրականության մեջ միաժամանակ։ Մեկում հույսը դեռ կենդանի է, մյուսում սարսափը անընդհատ հիշեցնում է իր մասին։ Այս պատմությունն ունի մի շերտ, որ այն դարձնում է ավելի ցավոտ։ Լիլիթ Երմալովյանի եղբայրը Գոռ Երմալովյանը զոհվել է արցախյան 44-օրյա պատերազմի ընթացքում։ Մի երիտասարդ, որի անունը շատերի համար դարձել է խորհրդանիշ։ Պատերազմը արդեն խլել էր այդ ընտանիքի մի զավակին, և հիմա նույն ընտանիքը կանգնած էր նոր կորստի անորոշության առաջ։ Երբ ընտանիքը մեկ անգամ անցնում է նման ցավի միջով, երկրորդ անգամ որոնել 2 օր հետո որոնողական աշխատանքներին միացել էին փրկարարները, համայնքային ոստիկանները Մաշտոցի, ցավոք այսօր առավոտ շուտ հարազատների կողմից շարունակվող որոնողական աշխատանքների արդյունքում երիտասարդ աղջկա մարմինը հայտնաբերվեց Հրազդան գետում։ Այս պահին սպասում են, որպեսզի դեպքի վայր ժամանել քննիչները, դատական բժիշկը, որպեսզի փրկարարները կարողանան մարմինը դուրս բերեն գետից։ Տեղում ծառայում են նաև հերթապահություն իրականացնում պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի երկրորդ գումարտակի պարեկները, գումարտակի հրամանատար Լևոն Բադալյանի և գումարտակի հրամանատարի տեղակալ Կարեն Ավետիսյանի գլխավորությամբ։ Ափից մոտ քանի մետր կլինի հեռու։ Ափից մոտ քանի մետր կլինի։ Ափից մոտ 6-ից 7 մետր հեռավորության վրա են հարազատները հայտնաբերել։ Թիվ 7-րդ թռչող փրկարարական ջոկատի հենա փրկարարները սպասում են, որպեսզի քննիչը գա, դատաբժիշկը գա, մարմինը դուրս բերեն։ Շնորհակալ ենք դիտելու համար, խնդրում ենք հիշել, յուրաքանչյուր կյանք պատմություն է և յուրաքանչյուր պատմություն արժանի է հարգանքի։
Մինչ մենք խոսենք տարվա վերջին քաղաքական իրադարձություններից եւ իրավական ճակատագրերից, այսօր ուշադրություն պետք է դարձնենք մենք առանձնահատուկ պատմության, Սամվել Կարապետյանի պատմությանը, որը դարձել է Հայաստանում իրավական ու քաղաքական կոնֆլիկտի կենտրոնական գործոն։ 2025 թվականի հունիսի 18-ից Սամվել Կարապետյանը հայտնվեց ապօրինի կալանքի տակ։ Սա իր տեսակի մեջ բացառիկ դեպք է, քանի որ նրա կալանքը տևեց 195 օր, առանց որևէ իրավական հիմքի, որը պարզ ու փաստացի կարող էր իրավական դիտարկման առարկա լինել։ Սա խոսում է ոչ միայն մեկ անձի, այլ ամբողջ իրավական համակարգի մարտահրավերների մասին։ Դեկտեմբերի 30-ին դատարանը որոշեց փոխարինել բանտային կալանքը տնային կալանքով։ Առաջին հայացքից սա կարող է մի փոքր թեթևացում լինել, սակայն իրականում դա ոչինչ չի փոխում։ Տնային կալանքը համարժեք է իր ինտենսիվությամբ կալանքին, ինչը նշանակում էր, որ Սամվել Կարապետյանի կյանքը եւ շարժը շարունակում են մնալ նույն սահմանափակման ներքո։ Այս որոշումը հետևողականորեն ցույց է տալիս, թե ինչպես իրավական գործընթացները կարող են օգտագործվել որպես քաղաքական գործիք, սահմանափակումները շարունակվում են, նույնիսկ երբ մարդը գտնվում է տնային կալանքի մեջ։ Դատարանի որոշմամբ կիրառվել է լրացուցիչ բացառիկ սահմանափակում, Սամվել Կարապետյանին արգելվել է հանդես գալ որևէ կոչեր պարունակող հայտարարություններով։ Սա հստակ ցույց է տալիս, որ քաղաքական ղեկավարությունը կամ որոշ համակարգեր փորձում են ուղղակիորեն սահմանափակել հանրային խոսքը։ Սամվել Կարապետյանը հայտնի է որպես ազգային բարերար եւ քաղաքական ակտիվ մասնակցությամբ մի անձնավորություն, որը համարձակ է բարձրաձայնել իր համոզմունքների մասին։ Նրա նկատմամբ կիրառված սահմանափակումները եւ կալանքը խոսում են քաղաքական հետապնդման ինտենսիվության մասին։ Եթե մենք խորանանք, իրավական տեսանկյունից պարզ է դառնում, որ Սամվել Կարապետյանի կալանքը եւ սահմանափակումները խախտում են հիմնական սկզբունքներ, բացառությամբ իր իրավունքի պաշտպանությունից։ Սամվել Կարապետյանը ոչ միայն քաղաքական գործիչ է, այլ նաև մարդ, ընտանիքի անդամ, ընկեր եւ բարերար։ 195 օր բանտային կալանքի պայմաններում եւ շարունակվող սահմանափակումների ազդեցությունը մարդու հոգեբանության վրա չափազանց մեծ է։ Այսպիսով, Սամվել Կարապետյանի պատմությունը մեզ ցույց է տալիս, թե ինչպես իրավական գործիքները կարող են վերածվել քաղաքական ճնշման միջոցի, ինչպես նաև այն մարտահրավերները, որոնց բախվում են ակտիվ քաղաքացիական դիրքորոշում ունեցող մարդիկ։ Մենք պետք է շարունակենք բարձրաձայնել ցանկացած անարդարության մասին, պաշտպանել խոսքի ազատությունը եւ հետևել, որ իրավական գործընթացները ծառայեն արդարությանը, ոչ թե քաղաքական նպատակներին։ Նյութը վերցված է փաստաբան Արամ Վարդևանյանի Facebook-յան էջից։